Դու ծառ ես, մի ծառ, շքեղ, բարձրուղեր, ստվար ճյուղերով ու տերևալից, սակայն պտղազուրկ, չափազանց նման այն թզենուն, որ Տերը չորացրեց, քանզի վարսագեղ քո սաղարթներով, այսինքն արտաքին տեսքով բարեշուկ, կարծես պաճուճված ինչ-որ պսակով, հեռավորներին գերող ես թվում, սակայն տնկողդ եթե մոտենա, որպեսի քաղի իր ցանկացածը, պիտի գտնի քեզ անբեր, անպտուղ, գեղեցկությունից զուրկ ու գարշելի, որպես տեսնողի, անարգանքի ու ծաղրի առարկա։ Եթե հերապանց անպտուղ տունգը, որ անկենթան էր, չնչին պատկերը անպատկառ մարդու, անակնկալ ու չսպասված ժամին անեծք ընդունեց, և եթե հողը ցողով ոռոգված, բայց երկրագործի ջանքերի դիմաց, բազմապատիկ բերք չտալով լքվում ու մոռացվում է, հապա դու ով անձնիմ եղկելի, դու բանական հող և կենթանի տունգ, որ ժամանակին պտուղ չես տվել, ինչպես չես կրում պատիժ նրանց պես, չէ որ սկսած առաջին մարդուց մինչև վախճանը մարդկային ցեղի, քեզ ստեղծողին Աստծուն ատելի, անախորժելի, արդեն կատարված ու կատարվելի նանիր գործերի արդյունքը ամբողջ առել ես քո մեջ։ Բան Թ. Բ.